Սիրելի հայրենակիցներ, քննարկվում է Վահագն Ալեքսանյանի թեկնածության հարցը, պարոն Ալեքսանյան, մինչև ձեզ անդրադառնալը, ուզում եմ մի քանի հարցադրումների պատասխանել կամ հնչեցված մտքերի արձագանքել։ Նախ սկսեմ Հայկ Կոնջորյանի երեկվա ամփոփիչ ելույթի սպառնալից տոնից։ Պարոն Կոնջորյան, իսկապես ես առաջարկում եմ ձեզ վերանայել այդ տոնը։ Իսկապես ձեզանից որևէ մեկը չի վախենում, հանգիստ եղեք։ Եվ բայց գիտեք, ձեր այդ ընդհանուր լարվածության մեջ ես հետևյալը արձանագրեցի, որ եթե ձեր եղբայրը պարեկների ուղեկցությամբ գնում եւ սպառնում է մարդկանց, դուք էլ հնարավորինս փորձում եք դիստանցավորվել ձեր եղբոր գործողություններից, ինչը նորմալ է, դուք նրա համար պատասխանատվություն չեք կրում։ Բայց դուք գալիս եք այս ամբիոնից մի քիչ ավելի քաղաքակիրթ տարբերակով, այսպես փողկապով, սանրած մազերով, մի քիչ ոսկեղենիկ հայերով, բայց այդ նույն սպառնալիքներն եք հնչեցնում։ Վերանայեք ձեր վարքագիծը, սա նաև բարեկամաբար ենք հորդորում։ Հաջորդը, մի քանի անգամ այս հարցը հնչեցվեց կամ միտքը հնչեցվեց, կարծեմ, այս մեկը չեմ հիշում, բայց նախորդը վստահաբար Մարիա Կարապետյանն էր հնչեցրել, դե իրեն բնորոշ այսպես խորիմաստ դեմքի արտահայտությամբ եւ հայացքով, վատ առումով չեմ ասում, որ օրինակ Ծառուկյանի կամ Բարգավաճ Հայաստանը Քոչարյանի պրոյեկտն է։ Սովորաբար դուք ավելի շատ հանդես եք գալիս այսպես վերլուծական բանով, հա, վերլուծական հայացք ուղղելով ինչ-որ իրադարձությունների, սա սովորական բամբասանք է։ Բայց մինչև հասնել այստեղ մեծ հարցադրումներ հնչեցնել, ձեր խմբակցությունում կա հարգարժան Սերգեյ Բագրատյանը։ Մինչև հասնեք այստեղ այսքան երկար տևի այդ հարցադրման հետևից գնալու ձեր ճանապարհը, պարոն Բագրատյանի մոտեցեք ինքը ամենայն մանրամասնությամբ եւ խորությամբ կարձագանքի դա նախագահ Քոչարյանի պրոյեկտն է, թե չէ, ինչը բնականաբար այդպես չի, բայց թե ինչու են ձեր գործընկերներն այդպես պնդում, որևէ մեկը չգիտի։ Բայց թե ինչու ենք մենք խոսում Ծառուկյանի մասին, նրա բիզնեսների խլման մասին, շատ պարզ պատճառով, որովհետեւ նախ եւ առաջ դուք գողացել եք մեր հայրենակիցների 60,000 ձայնը, ոտատակ եք տվել, անարգել եք մարդկանց ազատ քվեն, նախ եւ առաջ դա ենք մատնանշում եւ երկրորդը իհարկե ձեր գործողությունները մասնավոր իրավունքի ոտնահարում է, ինչը չի կարող ազդել մեր միջազգային վարկի վրա։ Այսինքն մենք հիմա մտածում ենք, չէ, որ միջազգային ներդրող պետք է գա Հայաստանի Հանրապետությունում։ Բա որ նայում են մեր երկրում ինչա տեղի ունենում, օրը ցերեկով իմիջիայլոց ժամանակ առ ժամանակ ասում են, չէ, այսինչ օբյեկտը ստրատեգիական նշանակության օբյեկտ է։ Իսկ կարող մուլտի վելնեսն էլ էր ստրատեգիական նշանակության օբյեկտ, որ խլեցիք։ Դրա ստրատեգիական նշանակությունը ո՞րն էր։ Բիզնես էր, խլեցիք ուղղակի այդ բիզնեսը։ Այո, եւ մենք դա պետքա բարձրաձայնենք, որովհետեւ դա ոչ միայն Ծառուկյանի նկատմամբ իրականացված ապօրինի գործողություններ են, դա Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության հարցն է եւ հետագա ներդրումներ ներգրավելու լուրջ սպառնալիք։ Այստեղ պատգամավորներ կան, որ ես առաջարկում եմ ի վերջո գիտակցեն, թե այս ամբիոնը ինչպիսի կարևորություն ունի եւ չկարծեն, թե ֆեյքերի պոակի կամ ֆեյքային ինչ-որ ինդուստրիայի մաս են կազմում, գնահատեն այս ամբիոնը, հարգանքով մոտենան այս ամբիոնին։ Չգիտեմ, ով ասեց, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։ Իհարկե, այս նախադասությունը արդեն բավականին զավեշտ է առաջացնում։ Արտուր Սարգսյանը քաղաքական բանտարկյալ է։ Արտուր Սարգսյանը քաղաքական բանտարկյալ է։ Եվ քանի դեռ այս պարլամենտը անձեռնմխելիությունը մեր գործընկերոջ թույլ չէր տվել, որ հաղթահարվի, նա ուղղակի քաղաքական պատանդի կարգավիճակում է հիմա։ Արեգնաս Մանուկյանը քաղաքական հետապնդվող անձ է։ Այս քանի օրը մենք անընդհատ խոսում ենք եւ հատկապես ԿՊ-ական կանանց ես մի անգամ առաջ ունեցա դիմելու։ Դուք այդպես էլ որևէ կերպ չարձագանքեցիք, արդյոք պատրաստ եք քայլեր ձեռնարկել, որպեսզի Արեգնաս Մանուկյանը կարողանա հանդիպել իր դստերը, անչափահաս դստերը, խնդիրն ինչու՞մն է, որ չեք արձագանքում։ Այսպես տեսական ինչ-որ խնդիրների մասին, կանանց իրավունքների մասին խոսելը հեշտ է, իսկ կոնկրետ օրինակների վրա խոսելը դժվար է, եկեք խոսեք։ Բայց քանի որ այստեղ հիմնականում նաև հայրենիքի թեման էր արծածում, պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ իսկապես գալ ձեր խոսքի այն հատվածից, կարծում եմ ֆունդամենտալ հարց է այստեղ։ Ինչ էր ասում պարոն Ալեքսանյանը իր խոսքի մի մասում, բառացի չեմ մեջբերի, ընդհանուր բովանդակությունը կասեմ։ Ասում է նախորդ խորհրդարանը աննախադեպ է
Այն տրամաբանությամբ, որ մենք ի վերջո հասկացանք, թե որն է մեր հայրենիքը։ Նման իմաստը բովանդակության առումով դա էր։ Նախորդ խորհրդարանը մեր անկախ պատմության ամենավատ խորհրդարանն էր, ամենախայտառակը, ոչ միայն այսպես միջանձնային հարաբերությունների տեսանկյունից, այլ որովհետև այդ ժամանակահատվածում մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը։ Եվ մեր եւ ձեր ամենամեծ տարբերությունն այն է, որ մենք համարում ենք Արցախի կորուստը պատմական ողբերգություն եւ կորուստ, դուք գնահատում եք արժեք, որ ձևավորվել է Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն մենք մեր ֆունդամենտալ տարբերությունը, հատկապես մեր հայացքը նախորդ խորհրդարանին, դա է, որ մենք հայրենիք ենք կորցրել եւ դա մեզ համար ցավ, ողբերգություն, կորուստ է, իսկ ձեզ համար ձեռքբերում։ Մեր ամենամեծ տարբերությունը դա է։ Բայց առհասարակ ինչ է հայրենիքը, AI-ով էլ գրելու կարիք չկա, նույն սովորական հին ու բարի Վիքիպեդիան բացում ես, ինչ է հայրենիքը, տարածք, որտեղ որևէ ժողովուրդ կամ էթնիկ խումբ ապրում է, կերտելով իր պատմությունը, կենցաղը, վարք ու բարքը, փոխելով իր սերունդը, սերունդներին է ժառանգում իր քաղաքակրթության արժեքները, կարծում եմ բոլորի համար է հասկանալիս է։ Օրինակ Արեգա Հովսեփյանը ծնվել եւ մեծացել է Արցախում։ Պարոն Եղոյան, ինչ եք ուզում առաջարկենք, որ Արեգա Հովսեփյանը չկարողանա ասի, որ Արցախը իր հայրենիքն է։ Լևոն Քոչարյանը ծնվել է Արցախում, ինքը չի կարող ասել։ Իմ մի հռետորական հարցեր են հիմա, պարտադիր չի այս բանին արձագանք։ Պարոն Եղոյան, պարտադիր չի հենց հիմա արձագանքեք։ Իմ տատիկը ծնվել է, ես Արցախում չեմ ծնվել, Կապանում եմ ծնվել, բայց իմ տատիկը ծնվել է Արցախի Մարտունու շրջանում։ Նրա պապերը, պապ ու պապերը, բոլորը ծնվել են Արցախում։ Արցախը իմ հայրենիքն է։ Արդյոք դա ինձ որպես քաղաքական գործիչ կամ եթե իշխանության մաս լինեի, խանգարում է այնպիսի պետական քաղաքականության մշակում եւ իրականացում, որ ռացիոնալ հողի վրա է, չէ։ Ես հո մտքով գիտակցում եմ իմ ռեսուրսներն ինչպիսին են, ինչպիսի արտաքին քաղաքականություն պետք է իրականացվի, ինչպիսի անվտանգային քաղաքականություն, բայց դա չի խանգարում քո հայացքը, քո պատմությանը փոխել։ Օրինակ ձեր իրական Հայաստանում նորմա է, որ հերոսների նկարները պետք է ջնջվեն ու ասեք դա նորմալ է։ Դա նորմալ չէ։ Երբ որ դուք անմռունչ պատերազմ եք հայտարարում խորհրդանիշների դեմ, դա նորմալ չի։ Եվ մեր ու ձեր տարբերությունը ոչ թե տարածքի շուրջ է, այլ այդ տարածքի բովանդակության շուրջ է։ Այդ տարածքի բովանդակությունը ամենակարևորն է, որովհետև ես կարծում եմ օրինակ Արցախի հերոսամարտը պատմական հաղթանակ էր, ձեռքբերում։ Դուք օրինակ կարծում եք, որ դա եղել է սխալ, ճակատագրական սխալ։ Սա բովանդակության փոփոխություն է, պատմության նկատմամբ հայացքի փոփոխություն է։ Կամ խորհրդանիշները։ Հիմա Արարատի դեմ պատերազմ եք վարում, դա մեզ համար խնդիր է։ Ես որևէ մեկի համար երևի գաղտնիք չի, Խոստուպը ինձ համար ինչքան կարևոր լեռ է։ Այդ կարևորությունը Խոստուպը չունի հավանաբար ձեզ համար։ Խոստուպը մեր բոլոր լեռներից հավանաբար ձեզ համար հերթականն է։ Ինձ համար հերթականը չի։ Արագածը ինձ համար Հայաստանի ուղղակի ամենաբարձր սարն է։ Իսկ Արարատը հայ ժողովրդի, հավաքական հայ ժողովրդի խորհրդանիշն է։ Ու չի կարելի խորհրդանիշները չեղարկել ու նշանակովի դարձնել։ Երբեք խորհրդանիշը նշանակովի չի լինում։ Խորհրդանիշը իր մեջ պատմություն է ներառում, ժառանգություն է ներառում, նշանակովի խորհրդանիշներ երբեք չեն լինում։ Սա մեր տարբերությունն է։ Այստեղ շատ բան կար, հավանաբար այդ առումով ասելու Ռուսաստանի հետ կապված էլ ես զարմացա, որ պարոն Ռոբինյանը այսպես հանգիստ չասեց, որ Ռուսաստանը մեզ համար մարտահրավեր է, հակառակորդ է, որտեղ բոլոր գործողությունները դրա մասին են խոսում։ Երբ որ բան են բերում, խումբ են բերում, որ հիբրիդային պատերազմի դեմ, չգիտեմ ինչ անի, դե լավ էլ ուրիշ իր ձևակերպում պետք է տալ։ Պարոն Քոչարյանը, այստեղ Անդրանիկ Քոչարյան, այստեղում կարևոր է շեշտել։ Պարոն Քոչարյան, դուք 8-րդ տարին ալ երանում, դուք այսպես հերթական պատգամավորը չեք եղել։ Անվտանգության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարն եք եղել։ Դուք ված չեք զգում, որ 8 տարի գալիս նույն բանի մասին խոսում եք։ Բա 8 տարի լծակները ձեր ձեռքին ունենալով ինչով եք զբաղված եղել։ Ես կարծում եմ ձեզ համար պետք է վիրավորական լինի։
8 տարի նույն նախադասությունը, նույն Աղան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանը, մարտի 1-ը, նույն նախադասությունը, գոնե ձևի համար մի նախադասություն մի քիչ փոխեք։ Ձեզ համար վաճառեք։ Մեկ էլ չգիտեմ ինչու որոշեցիք, չգիտեմ ինչու որոշեցիք, պարոն Քոչարյան, անդրադառնալ ինձ, իմ դերին եւ կարգավիճակին։ Պարոն Քոչարյան, դուք ձեր մասին մտածեք, քաղաքական գեներալի կոչումից դարձել եք եֆրեյտոր։ Շնորհակալություն։